կատարած հանցանքի վերաբերյալ, լինի դա այդ պահին պաշտոնավարող թե պաշտոնից ազատված, ապա անպայման այդ մասով ուսումնասիրություններ կատարվում են։ Համեցեք արձագանք։ Ներողություն, արձագանքել եք Սերգեյ Բագրատյան հաջորդ հարցի համար։ Շնորհակալություն։ Պարոն Նահապետյան, քանի որ հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվում է կոռուպցիայի կանխարգելմամբ, հանցագործությունների բացահայտմամբ, քննիչ գործառույթներով, հիմա այս շրջանակներում կարծում եմ վաղեմության ժամկետը այս հանցագործությունների համար գոյություն չպետք է ունենա։ Այս իմաստով 2000-ական թվականներին մի հայտնի պաշտոնյա կար, Մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյան, որը նաև ժամանակին ազգային անվտանգության 4-րդ վարչության պետ էր տնտեսական հանցագործությունների մասով եւ հայտնի Golden Palace-ի սեփականատերը։ Golden Palace-ը 3 կառույցներ, որոնք 90 միլիոն էին գնահատվում, Ծաղկաձորի վաճառքի մասին մենք տեղյակ ենք, բայց այդ պաշտոնյան հարյուրավոր գործարարների շորթումով կոռուպցիոն տարբեր մեխանիզմներով հարստահարեց եւ Հայաստանի Հանրապետությունը լքեցին հազարավոր ընտանիքներ։ Հիմա մենք ինչ պետքա բավարարվենք, որ սա մի շենք ուներ, այդ շենքը հանձնեց եւ վերջ չէ որ մենք պետք է քննենք նրա կոռուպցիոն հանցագործությունների հետևանքները, որոնք 100 միլիոնավոր դոլարների վնաս է հասցրել մեր պետությանը եւ արդյոք այս պահին այս գործը քննվում է, թե ոչ, եթե չի քննվում, ես հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին եւ եթե քննեք դրա գործերը, նորից եմ ասում, հարյուրավոր մարդիկ հետ կվերադառնան ցուցմունք տալու, թե ինչպիսի կոռուպցիոն սխեմաներով Մաքսային կոմիտեում եւ նաեւ 4-րդ վարչությունում ինչպիսի դժբախտություններ է պարգևել մարդկանց եւ հազարավոր ընտանիքներ լքել են Հայաստանի Հանրապետությունը։ Խնդրում եմ ասեք, կա գործ հարուցված տվյալ անձի նկատմամբ եւ եթե չկա, ընդունեք այդ հաղորդագրությունը, որովհետեւ եթե մի դեղին մամուլ մեկի մասին մի հոդված է գրում, անմիջապես զբաղվում են դրանով, բայց ես արդեն երկրորդ անգամ այդ մասին հաղորդում եմ ներկայացնում, բայց չեմ տեսնում դրա հետևանքները։ Շնորհակալություն, նոր վերջացավ։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան։ Նախ նշեմ, որ հաղորդումը ներկայացնելու համար Քրեական դատավարության օրենսգրքում կա համապատասխան ընթացակարգ։ Ես խնդրում եմ այդ հաղորդումը ձևակերպել նշված ընթացակարգով եւ ներկայացնել հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի դա դիտենք մենք պատշաճ հաղորդում եւ եթե համապատասխան հիմքեր լինեն, այդ մասով նախաձեռնենք վարույթ եւ իրականացնենք նախաքննություն։ Ինչ վերաբերում է ձեր մատնանշած անձի մասով, ապա ես որքան տեղյակ եմ այդ գործը քննվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, գործի ընթացքի մասին այս պահին տեղեկություններ չունեմ, կսխալվեմ որևէ պատասխան տալուց այդ մասով։ Շնորհակալություն։ Համեցեք արձագանք։ Շնորհակալություն, դա այս գործը դասական իմաստով հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների մեջ է։ Բոլոր չափորոշիչներով այդպեսին է եւ խնդրում եմ անպայման գրեք ձեր մոտ այդ անունազգանունը, որ անպայման ազգային անվտանգության քննչական կոմիտեն քննել են իրենց հերթին որոշակի դրվագներ, բայց շատ դրվագներ դեռևս բացահայտված չեն եւ ես ասում եմ, եթե հնչեղություն տրվի, հարյուրավոր մարդիկ դրսից արտասահմանից հետ կգան, հարյուրավոր բիզնեսմեններ եւ ցուցմունքներ կտան, որոնք ավելի շատ կլինեն, քան օրինակ հակակոռուպցիոնում դուք ասիք 4500 գործ է քննվել, չէ՞։ Ես հավատացնում եմ ձեզ, որ այս գործով 10000 քրեական գործեր կհարուցվեն, տասնյակ հազարավոր։ Հետեւաբար մենք քննարկենք եւ նաեւ դրա հետ միասին հակակոռուպցիոն ինչ քայլեր են կատարում, կոռուպցիայի կանխարգելման ինչ քայլեր են կատարում գետնի վրա։ Այդ համայնքի ղեկավարներին հրավիրում եք, զրուցում եք, հետները մինչև բուն կոռուպցիոն ընթացքը թե սպասում ենք, երբ որ դեպք կլինի, նոր կսկսենք այդ ուղղությամբ քայլեր կատարել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան։ Որպեսզի խոսենք մենք կոնկրետ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերի մասին, պետք է ունենանք կոնկրետացված դեպք հանցագործության վերաբերյալ տվյալ, որպեսզի այդ դեպքով հնարավորություն ունենանք նաև նախաձեռնել վարույթ։ Եթե մենք խոսում ենք անորոշ ենթադրյալ կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ, ապա այդ մասով ըստ էության մենք հնարավորություն չունենք կոնկրետ վարույթ նախաձեռնել, պետք է ունենանք հանցագործության հստակ դեպք,
եւ այդ դեպքը մատնանշող բավարար տվյալներ, որպեսզի վարույթը նախաձեռնենք։ Ինչ վերաբերում է թե տեղում ինչ աշխատանքներ են կատարվել, տեղում ամենօրյա աշխատանքներ են կատարվում, որպեսզի հայտնաբերենք այդ նույն ձեր կողմից նշված նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ տվյալներ, այդ միջոցառումները, գործողությունները իրականացվում են օպերատիվ հետախուզական ստորաբաժանման աշխատակիցների կողմից եւ հենց այն պահին, երբ որ ստանում ենք հնարավոր կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ տվյալներ, անմիջապես այդ կապակցությամբ նախ ներկայացվում է համապատասխան հաղորդում հանցագործության մասին եւ այնուհետեւ իրականացվում է նախաքննություն։ Այսինքն այդ ամենօրյա աշխատանքը մենք տանում ենք։ Պարոն Նահապետյան, ի շարունակություն այս քննարկվող հարցին մի արտահերթ հարց տամ ձեզ վարողի իրավունքով։ Հիմա մենք գիտենք, որ ազգային անվտանգության ծառայության քննչականը միացվել է քննչական կոմիտեին, բայց այնտեղ ենթադրում եմ, որ հարյուրավոր գործեր կան, որոնք հակակոռուպցիոն բնույթի են եւ կոնկրետ պաշտոնյաների պաշտոնավորման հետ են կապված եւ այլն եւ այդպես շարունակ։ Իհարկե չեմ բացառում, որ կան այնպիսիները, որոնք հենց քննչական կոմիտեի տիրույթում են։ Այնուամենայնիվ ուզում եմ ձեզ հարց տալ, արդյոք նման քննարկում կա գործերի փոխանցման կամ քննիչների տեղափոխման, հենց գործերն էլ ովքեր որ քննում են, ենթադրենք կարող են լինել գործեր, որոնք տարիներ կամ ամիսներ են քննվում, այդ գիտելիքի տեղափոխման դեպի հակակոռուպցիոն կոմիտե եւ այդպիսով նաեւ որոշակի առումով բալանսների ստեղծման արդյոք նման բան քննարկվել է եւ ինչ քայլեր են ձեռնարկվել։ Եվ երկրորդ հարցը, որ ուզում եմ տալ, զուտ կարող է այդպես շատ պարզ հարց լինի, բայց ես կարևոր հարց եմ համարում, արդյոք գործում են բալանսավորման եւ փոխզսպման մեխանիզմներ, ասենք օրինակ դիցուկ տեսականորեն քննվում են արդյոք գործեր, օրինակ քննչական կոմիտեի վերաբերյալ, որտեղ կարող են տեսականորեն լինել պաշտոնի չարաշահման կամ կոռուպցիայի ներքին դեպքեր, արդյոք նման դեպքեր քննվում են հակակոռուպցիոն կոմիտեում կամ որևէ այլ կառույցի վերաբերյալ, որը նմանատիպ գործառույթներ ունի։ Նման բալանսավորման փոխզսպման մեխանիզմներ կան, գործում են եւ կան արդյոք պրակտիկ դեպքեր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Աշակյան։ Նախ նշեմ, որ ԱԱՑ քննչական դեպարտամենտը երբ որ լուծարվեց, համապատասխան հաստիկները օրենքով սահմանված կարգով փոխանցվեցին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, իսկ քննչական դեպարտամենտում արկա վարույթները ըստ հանցատեսակների մի մասը ուղարկվեց Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե, իսկ մյուս մասը քննչական կոմիտե։ Այս մասով օրենքով հստակ այդ լուծումները տրվել են ժամանակին եւ համապատասխան ընթացակարգերով այդ քննիչները տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե։ Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված բալանսավորման մեխանիզմներին, ապա քերական դատավարության օրենսգիրքը հստակ նախատեսում է, որ քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարված ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը իրականացվում է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից եւ հակառակը հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթները իրականացվում են քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից։ Մենք ունենք բազմաթիվ դեպքեր եւ նույն օրինակ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունը համապատասխան հաղորդումներ է ներկայացել քննիչների կողմից կատարված առերևույթ հանցանքների վերաբերյալ, որոնք այս պահին էլ քննվում են հակակոռուպցիոն կոմիտեում եւ ունենք նաեւ հակառակ իրավիճակը, երբ որ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների վերաբերյալ վարույթներ են քննվել կամ քննվում քննչական կոմիտեում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, որպես արձագանք ասեմ, որ շատ կարևոր է, որ նաև մեր հանրությունը իմանա, որովհետև բազմահազար անձանց է վերաբերում հարցերը, որ բալանսավորման մեխանիզմը հենց այդ սկզբունքով է գործում, ինչպես որ դուք նկարագրեցիք եւ օրենքով նախատեսված է, եւ սա իհարկե իրավական պետություն դառնալու ճանապարհին շատ մեծ կարևորություն ունի։ Շնորհակալ եմ ձեր